ինչ քանակի մարդու մասին է, որ խիստ անհրաժեշտ է լինելու, որ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները այցելեն։ Այս պահին, ինչպես որ ասեցի, դեռ ամփոփվում են այդ թվերը, բայց մեր գնահատմամբ դրանք մոտ շուրջ 10,000 շահառու են լինելու, 15 ոչ ավել։ Խոսքը այդ քանակի մասն է, մինչև մարտի 5-ը, այնուամենայնիվ ամբողջ ինֆորմացիան, որ տիրապետում է միասնական սոցիալական ծառայությունը, ամփոփվելու է, մենք հստակ պատկերացում ունենալու ենք, որ քաղաքացիների մասին է խոսքը։ Այս փուլում թերևս երևի ամենակարևորն է, որ անձնագրերի ժամկետը լրացվի։ Ամենակարևորը, այո, այդ հարցը պետք է ամենաարագ կերպով լուծել, որովհետև այնուամենայնիվ վավեր անձնագիր ունենալը նաև կօգնի նրանց այլ ծառայություններից օգտվելու, իրականում անձը հաստատող փաստաթուղթ վավեր չունենալը խոչընդոտելու է եւ բանկային հաշվի պայմանագիրը կնքելու եւ մնացած ուրիշ ծառայություններից օգտվելու համար եւ ոչ միայն բանկում էլի, մյուս պետական հաստատություններում էլ։ Եթե դրա անհրաժեշտությունը կա, կրկին կարող են դիմել միասնական սոցիալական ծառայության։ Կարող են հայտնել, եթե ունեն այո դժվարություններ, կարող են դրա մասին հայտնել միասնական սոցիալական ծառայությանը եւ թեժգծի միջոցով եւ տարածքային կենտրոնների միջոցով մենք կհավաքագրենք այդ ինֆորմացիան եւ արդեն շրջիկ անձնագրային կետերի միջոցով կփորձենք արագ արձագանքել ու լուծում տալ հարցը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Եկեք երկրորդն ընդգծենք էլի։ Իհարկե հրատապեր իհարկե անձը հաստատող փաստաթղթերը ունենալը, բայց հրատապը նաեւ վճարման եղանակի փոփոխությունն է։ Խնդրում ենք այն շահառուներին, ովքեր որ ունեն նախընտրած բանկ, ուզում են ստանալ իրենց կենսաթշակի եւ նպաստները որոշակի բանկով, դա անեն մինչեւ մարտի 5-ը, որովհետեւ դրանից հետո մարտի 5-ից մինչեւ ապրիլի 1-ը դա իրականացվելու է ծառայության միջոցով, իրականացվելու է ինքնաշխատ, իհարկե հաշվի առնելով որոշակի տարածաշրջանային կամ օբյեկտիվ ինչ որ հանգամանքներ, բայց այնուամենայնիվ ընտրվել են սահմանափականակով բանկեր, որովհետեւ ոչ բոլոր բանկերն են ցանկանում սուրանդակային ծառայությունների միջոցով առաքել մինչև ապրիլի 1-ը հետո չեն կարողանալու փոխել։ Մինչև ապրիլի 1-ը չեն կարողանալու փոխել, բայց ապրիլի 1-ից հետո կարողանալու են էլի փոխել, բայց միևնույն է ապրիլ ամսվան մարտ ամսվա կենսաթշակ ապրիլ ստանալու են բանկով, որը մենք արդեն ընտրել ենք իրենց համար։ Բանկը միշտ կարող են փոխել, միշտ։ Միակ սահմանափակումն է, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1 այլևս չեն կարող ընտրել։ Հասկանալի է, որտեղ աշխատանքները այո կազմակերպելու համար է արվում։ Շատ լավ, մեր գործընկերների հարցեր չկան եւ եւս մեկ անգամ եթե կարելի է հիշեցնենք, հա, մինչեւ մարտի 5-ը պարտադիր բոլոր շահառուները պետք է ընտրեն բանկերը, որպեսզի կարողանան իրենց կենսաթոշակները ստանալ եւ ամենակարևորը նաեւ եթե ունեն անձնագիր կամ սոցիալական քարտ, որի ժամկետը լրացած է, անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ նույնականացման քարտ։ Դիմեն միասնական սոցիալական ծառայության գրասենյակ, եթե ունեն դժվարություններ, եթե չէ, այդ հարցը փորձեն կապվել, այո, մենք կփորձենք ամեն ձև օժանդակել։